Ամեն պատարագի օրերին, այս օրերին, սիրելի հավատացյալներ, կարդում ենք այս տողերը Նիկիայի տիեզերական ժողովի կողմից հաստատված դավանում հավատքով մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ անգամ գալուստյան նույն մարմնով և Հայր Աստծո փառքով, որ գալով պիտի դատի ողջերին և ննջեցյալներին։ Մարկոսի ավետարանում գրված է. այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն գալով ամպերի վրայով զորությամբ և մեծ փառքով։ Սիրելիներ, Քրիստոսի երկրորդ գալուստը նման չէ լինելու առաջին գալստյան։ Հիսուսի առաջին գալուստի ժամանակ Հիսուս փրկություն բերեց աշխարհին, իսկ երկրորդ գալուստով նա գալու է իր մեծ փառքով և հրեշտակների հազարավոր գնդերով։ Տերը նստելու է փառքի գահին և դատելու է ողջ մարդկությանը։ Հիսուս արդար դատով է դատելու մարդկանց, նրան հնարավոր չէ կաշառել, նրան հնարավոր չէ խաբել։ Դարեր շարունակ մարդիկ մարդ արարածը միշտ սպասել է Տիրոջ գալստյան, անգամ մարդիկ գուշակել են գալստյան տարեթվերը, ժամանակների մասին է խոսել, թե երբ է լինելու, բայց իհարկե սխալվել է, բարեբախտաբար։ Այո, բարեբախտաբար աշխարհի վերջի մասին ոչ ոք չգիտի ու չի կարող իմանալ։ Աշխարհի վերջի մասին Հիսուս շատ հստակ ասում է. այդ օրվա, այդ ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները և նույնիսկ ոչ էլ այդ մասին գիտի Որդին, այլ միայն այլ Աստված։ Մենք քրիստոնյաներս, Հիսուսի հետևորդներս միշտ պատրաստ արթուն պիտի լինենք և աղոթքով արթուն գտնվենք, քանի որ չգիտենք, թե երբ է ժամանակը։ Կարևոր է ուշադիր լինել, ուշքի մեջ լինել։ Թեպետ ոչ ոք չգիտի երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց Հիսուս ավետարանում շատ անգամներ հանգամանորեն խոսում է դրա նախորդող նշանների մասին։ Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում, մեկ։ Երկրորդ, որ կեղծ քրիստոսներ մարգարեներ պիտի գան Տիրոջ անունով և շատերին մոլորեցնելու են, և դա անելու են մեծ հրաշքներով և զարմանալի գործեր կատարելով։ Դրանից հետո հակաքրիստոս է գալու աշխարհ, որը նույնպես աշխարհի վերջի նշաններից մեկն է լինելու։ Պողոս առաքյալը հակաքրիստոսի մասին ասում է, որ անօրենության մարդ, այնուհետև չարի իշխանությունը պիտի տարածվի և ամենուրեք շատացնեն շատերի սերը պիտի պակասի։ Վերջին օրերին չար ժամանակներ են գալու, մարդիկ լինելու են փողասեր, մարդիկ լինելու են հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին չսիրող և ատող, մարդիկ լինելու են անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, մատնիչ, դավաճան, լկտի, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր։ Մարդիկ են լինելու, որ կթվա թե հավատացյալ են, շատ կարևոր է սա։ Մարդիկ են լինելու կրկնեն, որ կթվա թե հավատացյալ են, սակայն ուրացել են Քրիստոսին ի սկզբանե։ Եվ այս ամենի մեջ երբ գա Հիսուս, արդյոք երկրի վրա
հավատքով մարդ կգտնի, թե ոչ։ Սիրելի հավատացյալներ, վերջին օրվա կամ երկրորդ գալուստի նախանշաններից է լինելու, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, լինելու են պատերազմներ։ Ազգը ազգի դեմ պիտի դուրս գա, թագավորություն թագավորության դեմ, սով է լինելու, համաճարակ է լինելու, տեղ-տեղ երկրաշարժներ, բայց դա դեռ սկիզբն է լինելու։ Հիսուսին դավանողները ատելի պիտի լինեն, շատերը այդ ժամանակ գայթակղվելու են, ու միմյանց մատնել, միմյանց ատել, սա դեռ վերջը չէ, արեգակի և լուսնի խաղարում պիտի լինի, աստղերը երկնքից պիտի վայր ընկնեն, երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Այս ամենը սիրելիներ Աստվածաշնչում է գրված, հավանաբար բոլորդ նայել եք, կարդացել եք, ապա երկնքի վրա Քրիստոսի հրաշափման խաչը պիտի երևա բոլորին, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լաց ու կոծ պիտի անեն ու տեսնեն Հիսուսին, որ գալիս է ամպերի վրայով զորությամբ և մեծ փառքով։ Տերը պիտի ուղարկի իր հրեշտակներին հավաքելու ընտրյալներին աշխարհի 4 կողմերից։ Տիրոջ գալուստը լինելու է հանկարծակի, կայծակնային արագությամբ։ Ջրեղենից առաջ Նոյի ժամանակներում մարդիկ խնջույքների մեջ անհոգ ապրում էին, ուտում էին, խմում էին, մեղքեր էին գործում, ինչպես այսօր։ Մինչդեռ Նոյը տապան մտավ իր ընտանիքի հետ միասին, իսկ շատերը ծիծաղում էին Նոյի վրա։ Ջրեղեղը եկավ, կործանեց բոլորին, բացի Նոյի ընտանիքից։ Ահա, այսպես է լինելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Սիրելի քրիստոնյաներ, այսօր տեսնում ենք մեր շուրջ, թե ինչ է կատարվում։ Ամեն մեկը անհոգ, անտարբեր, աննպատակ ապրում ենք։ Ու կարծես այդպես էլ ապրելու ենք հազարավոր տարիներ։ Մարդիկ միայն մեծ սիրով, սեփական կրքերն են գոհացնում այսօր։ Այսօրվա մարդը ցավալիորեն մոռացել է իր վախճանի մասին։ Պիտի 1000 տարի պիտի ապրի և 1000 տարի պիտի վատություն անի մարդկանց։ Բոլորս մահկանացուներ են։ Այդպես է։ Իսկ սարսափելին այն չէ, որ դա այդպես է։ Սարսափելին այն է, որ մահից հետո Աստծո դատաստանի ատյանի առջև են կանգնելու բոլորս։ Ու բացահայտվելու է սարսափելի սա է, բացահայտվելու է Աստծո առջև բոլոր մեր կատարած և չկատարած գործերը։ Աստված պիտի լինի մեր դատավորը, այն էլ խիստ դատավորը։ Վայից։ Այս խոսքերը ասում ենք պատարագի մեղքերի թողության ժամանակ։ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծո դատաստանը լինելու է ոչ թե ողորմությամբ, ոչ թե գթությամբ, ոչ թե սիրով, այլ արդարադատություն է լինելու, խստությամբ է լինելու, ահեղ կերպով է լինելու։ Օրինակ Սուրբ Օգոստինոսը այս մասին ասում է. Աստծո դատաստանի վախը չունեցող մարդը նման է անասունի, անբան կենդանու, այսինքն անհավատները նման են անխոս, անհոգի կենդանիների։ Չէ որ Տիրոջ բոլոր սրբերը իրենց ապրելու ժամանակ միշտ ասում էին. վայ ինձ, եւ վայ ինձ։ Ինչպես պիտի
կանգնեմ ով Տեր, քո ահեղ դատաստանի առջև, ատյանի առջև։ Եթե սուրբերը այսպես էին ասում, այսպես էին մտածում, բա մենք սովորական մարդիկ ինչ պիտի ասենք, ինչ պիտի անենք։ Քրիստոս արդար դատավորը մեզ պիտի հարցնի, ինչպես եղավ, որ մարմնիդ մասին հոգ տարար, բայց հոգուտ մասին ամենևին անտարբեր եղավ։ Խոսքով հրաժարվեցի սատանայից, ճիշտ է, այո, ճիշտ է, խոսքով հրաժարվեցի սատանայից, իսկ գործերով դարձար նրա կամակատարը։ Այո, մկրտվեցի, դարձար քրիստոնյա, բայց իմ պատվիրանները անտեսեցի, կասի Քրիստոս, իմ ձեռքերով լավություն արեցիր մարդկանց, կամ մի ձեռքով լավություն արեցիր մարդկանց, իսկ մյուս ձեռքով չար գործեցիր, ասեցիր ամեն տեղ, որ հավատում եմ ասում, բայց կրոնը կրոնավորներին, հոգևորականներին սևացնելով ամեն տեղ։ Սա է քո սատանայից հրաժարվելը, սա է քո քրիստոնյա լինելը, ասելու է Քրիստոս։ Աստված դատաստանի օրը պիտի բացի քո առաջ գործածդ մեղքերի մի հսկայական գիրք, այնտեղ գրված է լինելու մեղքերը, մտքով գործած մեղքերը, այն մեղքերը, որ գործով ես կատարել, և այն մեղքերը, որ անտեսեցիր Տիրոջ կողմից քեզ տրված, այն մեղքերը, որ ինքդ քեզ քո անձի նկատմամբ գործեցիր, որ ուրիշների նկատմամբ արեցիր, բոլոր մեղքերը, որ մարդկանց հանդեպ կատարեցիր, մեղքեր, որոնք ուրիշները քո պատճառով արեցին այլ մարդկանց նկատմամբ, այն մեղքերը, որ չխոստովանեցիր, այլ խոսքով, խնամքով, հագցրեցիր այն, մեղքեր, որոնք առանց զղջումով խոստովանեցիր իմիջայլով, բոլոր մեղքերը գրված է լինելու Տիրոջ գրքում, ինչքան ծածուկ, թաքուն մեղքեր, որ արել ես, դրանք էլ պիտի բերվի քո առջև, որ պատասխան տաս։ Ինչ սարսափ, ինչ ամոթ է, ասում է Սուրբ Գիրքը, աչքիդ առջև են դրվելու կատարածը ամեն ինչ։ Սատանան, գիտեք, դատապարտեց միայն մեկ մեղքի համար, հպարտության համար, մի մեղքի համար Սատանան դատապարտեց, հպարտության համար, ապա մեր մեղքերի քանակը չունի վերջ, անթիվ ու անհամար մեղքեր, որ գործել ենք մեր կյանքի ամբողջ ընթացքում, խեղճ մեղավոր, ամոթից չես իմանալու ինչ անել, պիտի ուզենաս ինքդ քեզ պաշտպանել, գոնե մի քանի բարի արարքներով և գործերով, բարի գործերով թեթևացնել անցանքները ու քեզ կտրվի մի ուրիշ հարց Տիրոջ կողմից։ Որն է կատարածդ գործերը, որն է, մի կարճ աղոտ հստսալով, այն էլ բերանով ընդամենը շուրթերը շարժելով, այլ ոչ թե սրտով, մի քանի անգամ պատարակին մասնակցելը, որ ընդամենը մարմնով ներկա էր ընդամենը եկեղեցում, բայց մտքով, հոգով, թափառումների մեջ էր գտնվում։ Եվ Տերը կասի, սա է քո ամբողջ հավաքական հավատքի կյանքը, սա է։ Սաղմոսում ասվում է, ամեն անօրենների բերանը գալու է ժամանակ, որ պապանձվելու է։ Իր խիղճը իրեն պիտի տանջի և չհանգստանա։ Վայ մեզ բոլորիս, եթե չկարողանա Քրիստոսին վայել կյանքով ապրել ու մեռնել։ Պատկերացնում եք Աստծո բարկացած երեսը ուղղված ամեն մեկիս, իր սաստիկ հանդիմանությունները և
հավիտենական դատապարտության մեր մասին վճիռը լսելու պահը, որ անխուսափելի է լինելու բոլոր մարդկանց համար, եթե Աստծո կամքի համաձայն չապրենք այս կյանքը։ Ու չտա Աստված, որ Տիրոջ կողմից լսենք հետևյալ խոսքերը. գնա ինձանից հեռու գնա անպիտան չար մեղավոր հոգի, աչքիցս հեռացիր և գնա դժոխքի հավիտենական կրակների մեջ տանջվելու, գնա սատանայի մոտ, որին միշտ հետևել ես և նրա կամակատարն ես եղել։ Սուրբ գրքում Աստվածաշունչ Մատթեոնում ասվում է, որ մարդկության համընդհանուր դատաստանը լինելու է Հովսափատ կոչվող ձորի մեջ։ Սա ասում է Սուրբ Գիրքը։ Ժամանակի Պեղագիա անունով թեթևաբարո մի կին է լինում, բոլորդ երևի գիտեք, մեր սուրբերի մեջ ևս կա Պեղագիա։ Մի օր նա տեսնում է, որ կիրակի օրը բոլոր մարդիկ գնում են պատարակ լսելու, մասնակցելու։ Եվ այս Պեղագիան ինքը նույնպես նրանց հետ գնում է եկեղեցի, բայց ոչ թե աղոթելու, այլ իրեն ցուցադրելու համար։ Այդ օրը պատարակիչն է լինում նշանավոր եկեղեցու հայրենի Սուրբ Ամբրոսիոսը, շատ հռչակավոր մի հայր։ Եվ Ամբրոսիոսը քարոզի թեման վերջին դատաստանի մասին է խոսում։ Ասո ահեղ դատաստանի մասին հրաշալի և ազդեցիկ քարոզը լսելուց հետո այս Պեղագյան անարակինը դարձի է գալիս և ապաշխարում։ Նա իր վրայից անում է բոլոր արթուր զարդերը, հագնում է ճգնավորի հագուստ, խորը զղջումով, ապաշխարությամբ նա ամբողջովին փոխում է իր կյանքի ընթացքը դեպի Հիսուս Քրիստոս։ Նա Ձիթենյաց լեռան վրա կառուցում է մի փոքրիկ խրճիթ, որպեսզի իր տան պատուհանից այդտեղից հաճախակի նայի Հովսափատի դատաստանի զորակին ու պիտի լսի Աստծո հայր դատաստանը։ Եվ ամեն անգամ իր միտքը շեղվում էր մեղքի կողմը, նա իր պատուհանից նայում էր դատաստանի ձորին ու ազատվում էր մեղք գործելու գայթակղությունից։ Այսպիսով Աստծո ահեղ դատաստանի միտքը զղջում և ապաշխարություն է առաջացնում արդեն հետագայում սրբուհի դարձած Պեղագիայի մոտ։ Սիրելի հավատացյալներ, համընդհանուր դատաստանից առաջ, ինչպես ասում է Սուրբ Գրքում, պիտի հնչի շեփորի ձայնը, որից հետո բոլոր հանգուցյալները պիտի հարություն առնեն, պիտի կենդանանան։ Ադամից սկսած բոլոր մահացածները հարություն են առնելու և համախմբվեն Հովսափատի ձորի մոտ։ Հովսափատի ձորում հավաքված աշխարհի բոլոր մարդկանց երևալու է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Իր նույն մարմնով, ինչպես որ հարյա հարություն առավ և համբարձվեց դեպի երկինք։ Բոլոր մեղավորները, բոլոր չապաշխարած մարդիկ պիտի լան, արտասվեն, անհույս վիճակ պիտի լինի, ողբաձայն, ափսոսեն իրենց հանցանքների համար, բայց ուշ է լինելու նրանց համար, քանի որ մեղքերի թողության ժամանակը վաղուց անցած պիտի լինի։ Տիրոջ հրեշտակները պիտի զատեն, առանձնացնեն չար հոգիները բարիներից, արդարները Հիսուսի աջ կողմը կլինեն, իսկ մեղավորները ձախակողմում։ Աստվածաշնչի վկայությամբ արդարացածները ամպի միջոցով կբարձրանան դեպի երկինք Աստծո արքայությամբ, իսկ մեղավորները մնալու են սատանայի տանջանքների ենթակա։ Սիրելի քրիստոնյաներ, մեր բոլորի նպատակը, մեր բոլորի միտքը
որպես քրիստոնյաներ, քրիստոնյա նշանակում է հետևորդը Քրիստոսի։ Ուշադրության կենտրոնում պիտի լինի ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան, պատրաստ լինել սրան, պատրաստ լինել աշխարհի վախճանին ու հահեր դատաստանին։ Իմիջիայլոց ամեն մարդու աշխարհի վերջը գալիս է այն պահին, երբ որ ինքը հոգին ավանդում է։ Ինչ է նշանակում մահ։ Մահ նշանակում է մարդ առանց հոգու։ Մեր ամեն օրը պիտի լինի որպես վերջինը, ամեն օրը վերջին օրվա նման պիտի ապրեն։ Ինչ է լինելու վաղը չգիտեն։ Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եւ անաչառ դատաստանը այս մասին մտածումը պիտի բոլորիս մղի, որ մենք նախ եւ առաջ մտածենք մեր ապրած կյանքի մասին։ Թե ինչպես ապրեցին, ինչպիսի քրիստոնյաներ են, ինչպիսի արժեքների ենք դավանում կամ դավանել, որն է մարդու նպատակը, որն է քո նպատակը, որն է կյանքի նպատակը, մտածիր այդ մասին։ Ինչու ես ծնվել, ինչ է քեզ սպասվում, ուր ես գնալու, արդյոք Աստծո տեսանկյունից մենք ինչպիսին ենք, Աստված, որ այսօր նայում է մեզ, ինչպես է տեսնում մեզ, կամ ինչպիսին պիտի լինենք այսօր եւ վաղը։ Սրանք պարզ, շատ պարզ, բայց անհրաժեշտ հարցեր են, որ անընդհատ պիտի ինքներս մեզ հարց տանք։ Չէ՞ որ հավատքի տեսանկյունից ժամանակավոր այս կարճ կյանքը նախապատրաստություն է հավիտենական անմահ երկնային կյանքի։ Իրականում քրիստոնյայի համար կարևորը ոչ թե ապրած տարիների քանակն է, այլ ապրած տարիների որակը։ Կարևոր չէ թե որքան, կարևոր չէ թե ինչքան կապրես, շատ կարևոր չէ դա, այլ կարևոր է թե ինչպես կապրես այդ տարիները, կարճ թե երկար։ Գուցե շատ երկար ապրես, բայց ապրածը կյանքը չլինի Աստծո, եւ հակառակը կարճ, բայց կարճ կյանքը լինի Հիսուսով։ Սիրելի հավատացյալներ, մեր կարճ կյանքը նման է դպրոցի։ Պիտի շատ լավ սովորենք։ Այսինքն քրիստոնեական կյանքով ապրենք, որ արժանանանք երկնքի գովասանքին, այսինքն Տիրոջ կամքով, նրա պատվիրաններով ապրենք, որ արժանանանք նրա գովասանքին եւ հավիտենական կյանքին։ Ցավոք, շատերի ապրելակերպը ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Ամբողջ օրը մարդիկ հայ է, քեֆերի մեջ է, անընդհատ ուրախությունների մեջ է։ Լավ է, բայց շատ լավ չէ։ Ցավոք շատերը ապրում են ճիշտ հակառակ ձևով, անում են ամեն ինչ, անում են ամեն բան, ոչ հաճելի Տիրոջը։ Եվ ասում այսօր շատ տհաճ, գիտեք մի հատ խոսք են ասում, մեկ անգամ եմ ծնվում, ամեն ինչից պիտի համտեսեն, փորձեն։ Գրեթե համատարած այդ չմտածված, չհիմնավորված, անգիր արած նախադասությունն են ցավոք կրկնում շատերը։ Ուրեմն այնպես ապրենք, այնպես քայլենք, շարժվենք, շփվենք, Աստծո տրված մեր կյանքը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ պարզ երեսով, մաքուր խղճով, համարձակ, անվախ, կանգնենք նրա առջև ու հենց Տիրոջից լսենք մեզ համար ցանկալի կարևորագույն խոսքերը։ Շատ ապրես, բարի եւ հավատարիմ զավակ, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղարից շատի վրա կկարգեմ քեզ, մտիր Տիրոջ արքայության հավիտենական ուրախությունների մեջ, այժմ է միշտ հավիտյանս հավիտենից ամեն։